Մենք տարբերակված մոտեցում ենք վերաբերմունքի առումով դիտարկել Ռուբեն Վարդանյանի պարագայում, հետաքրքրական է, որ մեծացել է նրա մեկուսացվածությունը արտաքին աշխարհից եւ ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պայկասել է զանգերի հաճախականությունը 16-ի պարագայում շաբաթը մեկ անգամ զանգի հնարավորություն է տրվել որպես կանոն չորեքշաբթի օրերին, իսկ դատապարտված 7 անձանց պարագայում 4-ից 6 շաբաթը մեկ պարբերականությամբ հիմա Ռուբեն Վարդանյանի պարագայում այս մեկ շաբաթյա պարբերականությունը պահպանված չէ եւ ինչ-ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատական գործընթացը ձգձգվում է եւ նա զրկվում է վերջին խոսքը արտահայտելու հնարավորությունից եւ կարծում ենք ռազմագերիների խնդիրը անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների ունի նաեւ կրոնական ասպեկտ այստեղ մենք գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ եւ որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է մեզ ցուցադրում են նաև այդ կրոնական սիմվոլների առնչվող մի շարք հարցեր, օրինակ թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։ Եվ սա բացատրություն չունի, եթե գրքերի հասանելիություն տրվում է եւ անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչու իր ցանկությամբ, իր նախընտրությամբ դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը եւ այլ թե Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել եւ թե այլ բանտարկյալներին նաեւ հրապարակային զեկույցներից կարծում եմ տեղեկացված եք, որ կրոնական սիմվոլները հավաքվել են, արգելվել են դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքները այրվել են եւ մեր գնահատմամբ քրիստոնյա լինելը եւս գործոն է, որը ինչ որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը։